Ես այս վերջերս կրթության նախարարին մի քանի եկեղեցի տաճարներ, բառից բուն իմաստով տաճար, մոմ վառելու, այցելելուց հետո կրթության նախարարին հարց եմ տալիս, ասում եմ, պատմամշակութային հուշարձանա, չէ՞, որը այսօր կառավարում է ոչ կառավարությունը, ոչ էլ ՊՕԱԿ-ը կառավարում։ Մենք խնդիր դնում ենք այդտեղի սանիտարական վիճակի մասին։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մենք էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք արմատուրայի հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես մարդը ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ՞։ Մեկ էլ մտնում ես նայես այդտեղ աղբ ալցրած, այնտեղ ինչ որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն ա դրել, այնտեղ մեկը իր հին կռավատնա վերը դրել։ Բայց ո՞նց կարելի է ասենց էլի, այսքան ինչքան կարելի է այսքան կեղծ լիներ, հարգելի ներկաներ, ինչքան կարելի է ինչքան կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լնել։ Ինչքան կարելի է ոտի տակ տալ սրբությունները։ Մեկ էլ վայ համալիրում բան ա եղել։ Այն հիմա տարածված է ու ամեն բանի տակ խաչեր են դնում, այն տոնածառի բաներից։ Ընդ որում ոչ մեկ չի հետևում, ես շատ ուշադիր հետևում եմ։ Մի ամսից այդ լուսերի կեսը խփում է։ Ոչ մեկ էլ չի մտածում, որ դա պետքա փոխել։ Կարևորն այն է, որ առաջին օրվա բացումնարին նկարեցին Facebook-ում գցեցին։ Արդեն երեկոյան ժամերին խաչ չի, սենց կիս հատ բան, ոչ մեկ չի մտածում, որ այդ պետքա փոխել։ Ու սա վերաբերմունքը հասկանում եք, խաչի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, հավատի նկատմամբ էլ այս վերաբերմունքը, եկեղեցու նկատմամբ էլ այս վերաբերմունքը, բայց որ հիմա մեկը նախաձեռնություն անի, եկեք տանենք համալիրի գլխին մի հատ մեծ խաչ տնենք, շատ մեծ բան կառաջանա, շատ մեծ ակտիվություն կա, ինչպիսի նվիրական առաջարկություն, իսկապես եկեք տանենք խաչ տնենք համալիրի գլխին։ Հանկարծ հարսանի, ոչ մի բան հանկարծ ընդեղ տեղի չունենա, այդ որ լավ հոգեհանգիստ լինի, կարելի է անել, բայց հարսանիք, թող գնան Դուբայում անեն, թող գնան Վրաստանում անեն, թող գնան ուրիշ տեղեր անեն, սա ինչ հարսանիք անելու տեղ է, ձեր ցավը տանում, Հայաստանը ձեզ համար հարսանիք անելու տեղ է, չեք կարող գնաք մի հատ նորմալ երկրում հարսանիք անեք, խելագարվել կարելի է ուղղակի։